Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ քեզ շրջապատող մարդկանց կարծիքը քո մասին առանձնապես մեծ կարևորություն չունի։ Համենայն դեպս այնքան մեծ կարևորություն չունի, ինչքան ուներ օրինակ մի 20-30 հազար տարի առաջ, երբ էս Պարիսպուն իմաստով կյանքի ու մայի հարց էր։ Այն ժամանակ եթե քո ցեղի մարդիկ քո մասին վատ կարծիքի լինեին, իրանք քո այդ ռեսուրսներով չէին կիսվելու, քեզ չէին օգնելու ու դու վերջի վերջո մահանալու էիր, որովհետև այս ժամանակաշրջանում մարդը ի վիճակի չէր ինքնուրույն գոյատևել։ Սրա պատճառով էվոլյուցիայի ընթացքում մարդու մեջ շատ ուժեղ նյարդային սխեմաներ են ձևավորվել, որը մեզ ստիպում է շատ մեծ ուշադրություն դարձնել ու շատ մեծ կարևորություն տալ նրան, թե ինչ կարծիքի է մեր մասին շրջակա միջավայրը։ Բայց այս նյարդային սխեմաները իրենց իմաստը կորցրել են, որովհետև ժամանակակից աշխարհում դու առնչվում ես ոչ թե մի 100-150 հոգի նույն մարդկանց հետ, ովքեր քո ցեղն են ու ումից կախված է քո կյանքը, այլ դու ամեն օր առնչվում ես տասնյակ հազարավոր մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես ոչ մի դեր չունեն քո կյանքում։ Դրա համար ամեն անգամ, երբ որ դու հայտնվում ես ինչ-որ մի իրավիճակում, որտեղ դու ամաչում ես ինչ-որ բան անել, որովհետև վախում ես շրջակա միջավայրի քննադատությունից, հիշի, որ այդ ամոթը, որ դու զգում ես, այդ դիսկոմֆորտը, ուղղակի հնացած ու մեծամասամբ իր ֆունկցիոնալությունը կորցրած հոգեբանական մեխանիզմների արդյունք է, որին չարժի որևիցե կարևորություն տալ, որովհետև էսի քեզ ավելի շատ խանգարելու է, քան օգնելու։ Ժամանակակից հասարակության մեջ, եթե դու ուզում ես մեծ բարձունքների հասնես, դու անխուսափելիորեն առնչվելու ես շատ մարդկանց հետ, իսկ եթե դու առնչվում ես շատ մարդկանց հետ, դու անխուսափելիորեն ենթարկվելու ես քննադատության։ Դաժե ինչ որտեղ ատելության։ Նույնիսկ եթե քո բոլոր արարքները ունեն ամենալավ, ամենաճիշտ, ամենամաքուր միտումները։ Եկեք չմոռանանք, որ մարդիկ Հիսուսին խաչեցին, երբ որ ինքը ամենաանթերին էր։ Դրա համար այս քննադատությունից ոչ միայն պետք չի սրտնեղել կամ ընկճվել, այլ պետք է հասկանալ, որ այս լրիվ նորմալ է ու անխուսափելի։ Քննադատության չեն ենթարկվում մենակ այն մարդիկ, ովքեր երբեք ոչինչ չեն անում։